վարչապետ, ես ուզում եմ հարցնել հայկական երկաթուղու կառավարման հետ կապված զարգացումներից, վերջին ամիսներին ինչ-որ նոր զարգացումներ այս թեմայով կան թե չէ ռուսական կողմի հետ, որովհետև ձեր վերջին մեկնաբանությունը այս թեմայի վերաբերյալ այն էր, որ կարծես թե հայկական կողմը հակված չէ միակողմանի պայմանագիրը լուծարել եւ դուք նաեւ նշում եք, որ ռուսների թիկունքում որևէ քննարկումներ այդ հարցով չեք ունենա, ուզում եմ հարցնել, այս սահմանափակումների ֆոնին հնարավոր է հայկական կողմը վերանայի իր այս մոտեցումը, եթե այո, խնդրեմ մանրամասներ ներկայացրեք։ Ոչ, հնարավոր չի վերանայի իր մոտեցումը, բայց մյուս կողմից այն ինչ որ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել եւ մասնավորապես առաջիկայում, այսինքն արդեն մենք սկսել ենք process-ները, որոնք միտված են Գյումրի ախուրիկ հատվածի եւ Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը եւ մենք անելու ենք այդ աշխատանքները։ Ինչ վերաբերում է մնացած հատվածին, մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ մեր դիրքորոշումները չեն փոխվել եւ չեն փոխվելու։ Ոչ թե չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթ գծերը գալ մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը, դա չի կարող այդպիսի բան լինել։ Այս ընթացքում եթե դիրքորոշումը չի փոխվել, պատկերացումն է այն է, որ ռուսների թիկունքում որևէ բան չի փոխվել, եթե պատկերացումը չի երկրորդ այդ մոդելները եւ այդ երկու հատվածների մի հատ էլ երրորդը, մի հատ էլ չորրորդը հատվածները, որ հայկական կողմը հայտարարեց, որ վերանորոգի, այսինքն այդ երկու հատվածները կվերցնի կառավարումից նաեւ, թե կմնայի կառավարման ներքո, բայց մենք կառուցենք։ Ես գիտեք, դա մեր երկաթուղին է, վերջո եկեք մի բան արձանագրենք, դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է եւ մենք մեր սեփականությունը պետքա կառավարենք։ Մանրամասները չեմ կարող ասել, որովհետեւ այդ թվում իրավական կոնսուլտացիաների արդյունքում պետքա, այդ թվում աշխատանքային քննարկումների արդյունքում պետքա մենք այդ հարցերը լուծենք, բայց մի բան կարող եմ ասել, որ բոլոր process-ներում հարավկովկասյան երկաթուղիներ ներգրավված են, այսինքն իրենք տեղյակ են process-ներից, ինչա տեղի ունենում, բայց ես էլ եմ ուզում ասել, ես չեմ ուզում մտնել եթե այսպես, ապա ինչ, ապա եթե այսպես ինչ, եթե այնպես ինչ։ Այսինքն այդ ժանրի մեջ չեմ ուզում մտնել, ես կարող եմ վճռականորեն ասել մի բան, որ երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են եւ պետքա ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին, ուրիշ կերպ չի կարող լինել։ Դա բացառված է ուրիշ այլ տարբերակ։ Եվ մենք պետքա բոլորս ելնենք այս ելակետից։ Մենք չենք կարող ասել, դա գիտեք ինչ, դե մեր երկաթուղին է, բայց ոչինչ, դա թող տենց փակուղի էլ մնա, չի կարող այդպիսի բան լինել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար